Այսօր մեզ համար ճիշտացած շատ ուսումնալից պահ է, որովհետև դաժես կտալիս մեր 12-երորդ դասարանցիներին։ Հիմա մեծ սիրով ուրախությամբ մեր հրավիրել մեր գեղեցիկ սիրելի աշակերտներին։ Սիրում են համապատվել, նախաձեռնել, ճիշտ որոշումներ կայացնել, նպատակներն շատ ունի, վստահ բոլորին կհասնի, Արտյոմը մեր շատ սիրելի։ Համարձակ է, անհանգիստ, մի քիչ ուննատ ուղղով, դժություններ նա չի սիրում, լուր բոլորին է հետևում, Արենը մեր շատ սիրում։ Գեղեցիկ աչքեր, ժպիտ լիքերով, հայաց թափանցով, ամենաշքեղ ու ամենավաղ, մայլամն է մեր լավ ու սերեն պատկաս։ Ես աղջիկը, սիրտս համել տարել, իմ կյանքը Սուտ աղով, ճիշտը սիրով, գուցե նաև մի քիչ բարդ, սկզբունքային, ունիկից համար, հնարամիտ է ու պատակասել, ունդամը մեր հարակար։ Ինքնուր ուրին է ու հոմար, ընկերասներ, համբերատար, մեկ սիրտ ունի ու շատ բարի, նորիկը մեր դասարան։ Ստեղծագործող, համակարգչի մեծ գիտար, սովորում է գիշներ ու զոր, միշտ սիրող ոսկնի, հետազոտող ոտքի ունի իմաստունը մեր դասարանի։ Դասերի շատ չի նստում, մեկ գալիս է, մեկ գնում, խելացի է, դրամականով, մի քիչ ծույլ է, բայց բարի սիրտ ունի մաղկեզը մեր դասարանի։ Մենք երկու աշակերտներ, որոնք միշտ 19-րդ դասարանից այլևս դասի չէին տալիս, իսկ հիմա փոշմանել են և որոշել են այսօր ներկա գտնվել մեր միջոցառման։ Հոգով բարի, կամքով բարի, մեր սիրտորը ապակային, երիկը մեր դասարանը։ Դասերից հատրավ բասակայով, ու այդպես էլ կտրոտ չեկով։ Պատճակել ասել անհասկանալի, արարակը մեր դասարանը։ Շերի կրողներ, ուսուցիչներ, աշակերտներ, նախքան մեր վերջին զանգի միջոցառում ուսուցելը վերեք կապարեք մի սուր բարարողություն։ Մեկ րոպե լրությամբ հայտնենք մեր բոլոր սիրողների կապիչները։ Ողջունում եմ ձեզ մեր նորմալ դահլիճում։ Այսօր մեր կյանքի կարևորագույններից մեկն է և այս հատկանում է իսկություն։ Այսօր մենապրծում եք ասեկու արա ուսում եմ, մեր հետ նամեց գիտելու ուսում եմ։
Այսօր կնչի մեր ուսումնական տարվա վերջին զանգը և մենք հրաժեշտ կտանք մեր հարազատ դպրոցին, որի պատերին ներսում ենք սովորել Մեսրոպյան Սուրբ բառերը և տիեզեր ջախվելու բարդ օրհններ։ Մեր գիտելիքի շնորհիվ դուք եք սիրելի ուսուցիչներ, 12 տարվա ընթացքում յուրաքանչյուրից տվել եք ձեր աստվածատուր մասնագիտական պտուղներ։ 12 խելամիտ տարիներ, որ այսօր արտադրության դպրոցի պատերազմներս և յուրաքանչյուրս օգուտ ստեղծեց մի հեքիաթ, պատանեկության և դպրոցական կյանքի հեքիաթ։ Դպրոցական վերջին զանգը, որն ազդարում է մանյամուտը 12 երկար տարիների, որոնք իրենց մեջ մեծ խորհուրդ է պահանջում, տարիներ, որոնք անցան յուրաքանչյուրից մեջ թողնելով իրենց կյանքը, ավարտվեց այնպես հեքիաթը, որ դպրոցում է եկել։ Այսօր մենք ավարտում ենք դպրոցը, ավարտում ենք, բայց վստահ ենք, որ ողջ կյանքում մեզ կուղեկցեն այն գաղափարները, որոնց հետ ծանոթացրել եք մեզ, այն սկզբունքները, որոնք մենք չենք նվաճում, և այն հիշողությունները, որոնք մեզ մշտապես ստիպեն հիշել և զուգալ։ Դպրոցական ամեն մի օր, մի վատ հիշողություն, մի անմոռանալի պատմություն, մի կարդացած գիրք, որը միևնույն է քեզ վերցնում սեղանից, այլ ամեն անգամ բացում ես ու նոր էջերից ես, նոր իրականության բացայում։ Յուրաքանչյուրից աչքերով արտասովոր մի հուզում գալիս։ Գուցե այնպիսի, որ մենք անդրոնել ենք բոլորիս կյանքում, գուցե այնպիսի, որ չի համեմատվելու հետագա մյուս հույզերի հետ։ Տիկար ձանգով կվարտի երկար պատմություն, մինչդեռ զիջելով նորին, որտեղ այլևս չկա սխալվելու հնարավորություն, որտեղ չկա ձեր փոխկապած թե միշտ օգնելու բայ։ Աշտի սիրեցիք, աշտի կերեցիք, աշտի եկեցիք, դեիք, աշտի արև ասեք պատի։ Իսկ այսօր հրաժեշտ ենք տալիս մենք մեզ հետ տանելով միայն ջեր նշել այստեղ աստվածաշատ ամոռանալ օր, ասի ողջ կյանքից գեր։ Ինչպես տեսնում ենք, մենք լավ ենք սերտել ձեր տված դասերն ու պատրաստ ենք ձեր տված խորհուրդները ամուր բանից հիշողության ամենաբար կետում մտնել կյանքի նոր ավելի պատասխանատու շրջանում։ Մեր սիրելի ուսուցիչներ, ձեզանից յուրաքանչյուրը մի արտաքավոր բան է մեզ համարել դες բանքին սրտերով և երբեք չենք փորձում։ Դուք տվել եք ձեր վարձը, սիրել եք և դուք տված եք ուրախ
Այսօր մեր վերջին զանգն է, վերջին հավատով դպրոցական կյանքն ավարտվում է, հիշում եմ առաջին դասերը, մաթեմատիկայի դժվարությունները, ընկերների հետ հասկացած դասամիջոցները, ուսուցիչների խիստ բայց հոգատար վերաբերմունքը։ Հիշում եմ, թե ինչպես 5-րդ դասարանում ընկեր Մարգարիտն հարցրեց, թե ինչի մասին եմ երազում, եւ ես պատասխանեցի՝ շուտ ավարտել դպրոց եւ գտնել իմ հայրենիքում, կարծես երևի։ Այսօր ես ավարտում եմ դպրոցը, կարող եմ վստահ ասել, որ գնում եմ դեպի իմ երազանքները եւ հայրենիքիս բարության համար կանեմ ամեն բան։ Հայրենիք, որի սահմանները սկսում են սրտի լարերից ու տարածքում յուրաքանչյուր հայ հոգու ամուսնության հորիզոն, որտեղ յուրաքանչյուր քարծա, ու նույնիսկ ոտքը կրում է քարերի հիշողություն։ Հայրենիք, որ սկիզբ է առնում մեր արմատներից, ցուլվում մեր երազանքներին եւ ցուլվում իջնել արևի ճառագայթները, դառնալով ապագայի դրամատան։ Հայրենիք, որը ոչ միայն նոր է, այլև սերտի ձայն է, որը մսում է մեր հոգու երկրի ամոթի երկրի պես։ Սա երկին է, փոքրով այդպիսի, որ կարողանացնել է դասիթել դրվել։ Փոքր ինչպես դերացած մայք, փոքր ինչպես դրուցիցը, իսկ հատեսի վրա ընդհանրեն արդյունքին կատի։ Սա երկին է, փոքրով այդպիսի, որ ազատորեն տեղավորել եմ սիքիզներ, ոչ կոնցնում արած։ Մենք այսօր պատմելու ենք մեր ամենասովորական առօրյայի դպրոցական կյանքի մասին։ Այո, այնտեղ, որտեղ ամեն օր սկսվում է նույն արտադրությամբ, այլ դպրոց արտադրությամբ եւ ավարտում հարատնային առաջադրանք է տվել, հալավել եզնաշատ մտքում։ Անկեղծ ասած, առավոտյան վերկենալը մեր կյանքի ամենամեծ մարտավերներից մեկն է։ Աշակերտների առավոտը նման է զարթուցիչ արձակ տեսարի։ Զարթուցիչը ձայն անում երկու ամեն երկու իսկ ունը ավելի քաղցր է։
Հետևից մտնում եմ այն, աղջիկս վեր կաց դաս ես, իսկ մի փոքրած արդեն զարացան, այ աղջիկ, վեր կաց ուշած արտասից, այ այդան։ Հետո ու մի կերպ զանգատախ ասում ես դպրոց և մինչև դարձի վարտակ ուտատում ես, նա կարող այս էր ասա։ Հետո հարցնում էր, ես լացել ես, պատասխանում ես, լացել էր, բա ինքն եմ այլացել ով է։ Դասարանում կյանք նման էր կենտրոնական այլ։ Կային պանդաններ, աշակերտներ, որ ուտում էին ամբողջ դասի ընթացքում։ Կային փոթեր, գիտակներ, որոնք միշտ պատրաստ էին դասերին, և ամեն անգամ դաս պատասխանելուց ձեռք էին բարձրացնում։ Եվ այդ ընթացքում իմ մեջ մեկ հարցրու առաջանում, այլ տեսարչիկ ես ինչքան բանտի։ Կային առիթներ, աշակերտներ, որոնց կողքով վախով էին։ Կային նպաստակներ և սիրուներ։ Նրանք ովքեր միշտ մրսում էին ամառվա նույնիսկ ամենաճար շոգ, այլ արտասում միշտ առաջև հետասանում կապիկներ չկային։ Ովեր թեմատիկները հիշում եք, որ հաջող կրոթեցնես հիշել վերացում է պատերազմին։ Աչքի եք լայնացած ծծված հուսով, որ վերջին եք գոնե մի կերպ հիշեց։ Մի աչքը կոֆեի բաժակը կողքդ, մի աչքը գրքերի վրա, մյուսը հեռախոսի մեջ։ Իսկ երբ ամենավերջում ասպես ինչ եղավ, ու պարվում ես քնելու, անամուտը ամեն ինչ մոռացած ես։ Դե ինչ տեսացնենք, այդ պատերազմի միշտ մենք ենք։ Այլ արդյոք մաթեմատիկան ամեն անգամ երբ տեսարության ասում է, սա շատ հեշտ է, տեսնենք ով կհասնակ մտածում ենք, այլ մատերը ասպես Հիշում եք դեռ մանկության տարիներին ինչպես են միացնում, որ դպրոցից հետո նույնիսկ տուն են գնում։ Աչե դրանից հետո գալիս էր տունը մաման սկսում էր, տղա դասերը, տղա նստի դասեր, դες տղենից գիշկ սաշկի, բաղ շկուրում ասում էր, մաղ կլի գնամ դոզնիք չետով գամանեմ, սկսվեր ես, դու էլ կապուշկա էլ կաստրոլ կա, ու վեք չգրթով գալիս էին գլխի, դու մտածում էր, արա լավ չէր դպրոցում իսկան դուր չէր ուզ, և պետք է լույսի բացվի ճանդանի տունում դպրոցում։ Բայց ես ամենաշատը գիտեք ինչից էի բաղում, երբ ուսուցչուի դասը մասնակցելուց հետո վերջում հայտնվել, երեխեք ու հարց ունենք, ոչ մեկ է սարք չեք բանում։ Հետո վերջում հայտնվել մեկին ասում եք, բա ես հարց ունեմ, ու մենք գրքերի նորից բացելով ուտում ենք սեղան։ Տպավորություն է, որ նոր դողի կլիմատ որդից շատ երկար դրատություն։ Արդեն չի եք տեցման, մայց էր ծաղկար։ Ուսենց եկան հասակ մեր 12-րդ դասարանի մեր դիզայնի։ Դե ես վերջի զանգի պատրաստվել եմ միակ ուրիշ։ Մենք այս օրերի եղուդերից հետո հասկացանք, որ պետք է առանձնացնենք որոշ դրվագներ և պատմենք դրանք ձեզ, ահա թե ինչ է վերջի զանգը տուրիստների ետևում։ Մենակ վերջի զանգի օրը դրած, մի ժամբերի վրա կանգնելու համար ամբողջ տարվա շորի փոխտած մի այդ շոր առնես, այդ շորը ամեն առիթի հանես, որ հանդես, ամեն առիթի հանես, որ հանդես ու էլի դույթ է տենց կապված կտա։ Մենակ վերջի զանգի օր դասատրես մեկ նկատեսի, վայ, աղջերս ոնց ես փոխվել, ճանաչել հարց կտանի, ու լավ է, որ կճանաչեք ու հարց չեք տա։ Մենակ վերջի զանգի սերտապորեսի պատասվեց, մեկ ալեքշամարը զիքշվեց, որ մաներ կարող ես արել և ես են հասնի անել։ Հետո դուք ես նախազես այն արդ ավել ոչը պետք է անել։ Մենակ վերջի զանգի կբացահայտեց, որ դասարանի ամենասուսիկ փուսիկը բեմի վրա աշխարհի դերասան։ Հասան մեջի զանգից հետո դուք պարանի խոսքնակ են հանդիպել հաջողել հասավ է սա է Ու մենակ վերջի զանգի օրը հիշեց, որ ու պետի կիսակարծր բուրգիները չես ուտելու, յանի մեկ չէ եկել, որ ուտում էինք ու մտածում էինք հոթդոգի մասին։ Եվ վերջապես վերջի զանգի օրն ես հասկանում, որ մի քանի տարուց դպրոցում սովոր աշակերտ որ տեսնես, որատի դեպքով հարցնում ես, վայ ես էլ եմ սովոր դասատուներ ովքեր։
Մենք ապերից եկել ենք տարբեր ընտանիքներից, ինչպես ասում են ընտանիքը նման է մի ներքին միջավայրի, որի կառուցվածքը իմանալու համար պետք է լինես այդ ընտանիքի բնակիչներին։ Իսկ ծնողները մեզ համար ու մեր ընտանիքի համար հանդիսանում են մի ամուր հիմք։ Մենք առանց նրանց չենք պատկերացնում։ Մեր ծնողները մեր կյանքի ընթացքում շատ բաներ արեցին։ Մեր ծնողները մեր կյանքի ընթացքում շատ բաներ, կյանքում զիջել են շատ բաներ, եւ մեզ ոչնչից հետ չեն պահել։ Մեր կողքին են լինել մեր իսկ ծնված մայրից, եւ այդ ամենից հետո ուղղակի ամենարը կորոնան ծնողների ունեցած ամեն անկում հիշել։ Եթե չարժանացնել այսպիսի ծնողների արժե եւ այդ ամենը պետք է անել որպես երախտագիտության եւ սիրո նշան։ Եթե չարժե շնորհակալություն հայտնել ծնողի եւ հայրը, ովքեր միշտ մեզ հետ են իսկ ամենադժվար պահերին անելով ամեն։ Իսկ այս ամենի արտադրություններ պետք է ուղղակի նրանց արժեք լուր մոնարել եւ ուղղակի ասել։ Շնորհակալ ենք, որ դուք կա։ Խորակով եք ես էր առաջ, ու գալիս եմ ոցայց մենքի, աղոթում եմ երկահարած, լույսի կաճարայոց մայրեր, աչքերիս մեջ կարացել եմ, ձեզ նահերը լունաների, դու արևեին ուշեք մարած, արևացին հայոց մայրեր, աչքերիս մեջ մնացել եմ, ձեզ նահերը լունաների, դու արևեին ուշեք մարած, արևացին հայոց մայրեր, ով հայոց մայրեր, ով հայոց մայրեր, հայոց աշխարհի
Я твои целую руки, мне с тобой тепло, как в детстве. Я люблю тебя. Образ твой года не старят, серебро в висках пусть тает, и усталости не знает век душа твоя. Հնարավոր չէ գնահատել այն դերն ու աշխատանքը, որ դուք ունեք մեր կյանքում։ Սիրելի ուսուցիչներ, շատերն են ընտրում մեր ճանապարհը, սակայն ոչ բոլորն են կարողանում կատարել իրենց վրա տրված ծանր պարտականությունը։ Դուք անտեսում եք ձեր հոգսերն ու խնդիրները և նվիրվում ձեր աշխատանքին։ Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր։ Սիրելի ուսուցիչներ, դուք ստանձնել եք բարձր պարտականություն օգնել սերունդներին մնալ հայ և ընդգրկել հոգու ու մարմնի կատարելության։ Դուք մեր երկրի լեզուն եք, սովորույթներն ու մշակույթը։ Սիրելի ուսուցիչներ, արդյունք դաստիարակության հայրանվել ու ազգված գործյան դուք մշակել։ Ամենքի մեջ թողնելով ձեր մասնու գաղափարը ապրոպրեն ու կարոտը նարդում եք մեր հասարակության զարկերակը։ Սիրելի ուսուցիչներ, դուք գիտեք, որ այսօր նույնիսկ մեր ցանկության դեպքում չենք կարող զարմացնել ձեզ։ Եվ դա չէ այն, դրա պատճառն այն չէ, որ չենք կարող, այլ այն է, որ դուք մեզ բոլորս կարծիք մեկ դեպքի հատորի նման։ Եվ գիտեք, որ բոլորը ձեր հոգու խորհրդում ուրախ եք մեր դպրոցական ճակատագիրը ավարտին հասցնելու համար։ Սերնդեսելու տակնածանքով ու խոնարհումով են հնչել ուսուցիչ բառը։ Դարեր շարունակ դուք եղել եք այդ վեհ անվան կրողն ու պահպանողն եք այսօր։ Ուսուցչին է վստահված կարևորագույն մի գործ, որը նա առանձնակի սիրով ու նվիրումով է կատարում։ Ահա այ բարեկամական ուսանիքը, որ ստեղծվեց այս դպրոցում, այս հրաշագիր որանում, եւ որ ամենակարևորն է, մեզնից յուրաքանչյուր պատրաստ է միշտ եւ ամենուր օգնել միմյանց, սիրել, հարգել եւ ողջունել։ Դպրոցական կյանքի կրթության դաստիարակման գործի լավագույն արդյունքով է պայմանավորված մեր երկրի ապագան ու վաղվա օրը։ Առանձնակի ջերմությամբ շնորհակալանքի խոսք ենք հողում մեր բոլոր ուսուցիչներին, ովքեր ստանձնել են անչափ կարևոր առաքելություն։ Այս գեղեցիկ նոր տարեթը բոլորիս համար կրկին շնորհակալանքի, բարեմաղթանքի ու երախտագիտության խոսք ունելու մեր բոլոր ուսուցիչներին եւ ասելու շնորհակալություն սիրելի ուսուցիչ։ Միշտ մտածում ենք, որ դեռ առկա ժամանակը ամեն ինչ դեռ առջևում է, սակայն երբեք չենք պատկերացնում, թե ինչքան մոտ է հրաժեշտի պահը, թե ինչքան արագ են անցել այն տարիները, որը մենք այդքան վերագնահատում ենք։ Արգելի Կելի Գովսյան, ասեք, որ հասարակություններս մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում ձեր առաջնորդության, հետևողականության եւ աջակցության համար։ Ձեր խիստ պայծառ մոտեցումն օգնել է մեզ ձևավորել ու մեծանալ որպես պատասխանատու անհատներ։ Գնահատում ենք ձեր ներդրումը մեր կյանքում, կրթության ճանապարհին, շնորհակալ ենք ձեզ։ Մեգարի ու հարգարժան Միկել Մարկիսյան, դուք դպրոցի հենարանն եք սյունը, ձեր հոգուց բխած լույսն ու ջերմությունը ճշմարիտ մանկաբարձուի մարդ ու բարի լեզվացն է, ձեր աչքից ոչ ոք չի վրիպում, բայց ինչպես դուք եք ասում հաճախ շատ բաներ առաջ եք փակում, որ մենք չգործում ենք, այլ սիրեք դպրոց ու լավ մարդ դառնաք, շնորհակալ ենք ձեզ շատ։ Սիրելի ընկեր Ասատրյան, այսօր երբ կանգնած ենք դպրոցական ճանապարհի ավարտին, ուզում ենք սրտան շնորհակալություն հայտնել ձեզ։ Դուք մեզ առաջինն եք ընդունել դպրոց, սովորեցրել մեզ առաջին տարերը, մեր առաջին քայլերն արել ձեր ձեռքը բռնել։ Շնորհակալ ենք մեզ հավատալու, հողելու եւ սխալվեցին։ Դուք հաջողելու եւ վախենում եք, մենք երբեք չենք մոռանա ձեզ, մեր առաջին ուսուցչուհի։ Սիրելի մենեն նայան, շնորհակալ եմ ձեզանից մեծար հոգնության նոր դուք մեզ այ ձեզ դիտը դուք օգնել մեզ չեսկար մեր նոցական շնչը Ներ առակելյան, դուք մեզ ցույց տվեցիք, որ աշխարհագրությունը միայն քարտեզներ ու մայրցամաքներ չէ, նաև սեր երկրի բնության բարդության հանդեպ։ Ձեր դասերը բացեցին մեր մտքի սահմանները, սովորեցնելով տեսնել աշխարհը խորության եւ գեղեցկությամբ։ Շնորհակալ ենք այն ջերմության եւ համբերության համար, որով տարիներ Դուք մեզ ցույց տվեցիք, որ բառը պարզապես նշան չէ, այլ զգացողություն, կերպար, ոգի։ Ձեր դասերին մենք հիշեցինք Թումանյանի լեռները, Չարենցի կրակը, Սևակի ճշմարտությունը։ Ձեր շնորհիվ մենք սիրեցինք մայրենի լեզուն եւ երբ մնան
հերնենք հրանանք այս դպրոցից մեր ներսում միշտ ապրի այն ուսուցիչը, ով սովորեցրեց մեզ սիրել խոսքն այնպես, ինչպես սիրում է շնորհակալ ենք ձեզ։ Ես շատ հասարակական շնորհակալ եմ ձեր հոգատարության, ուշադրության և կարևոր աշխատանքի համար։ Ձեր աջակցություն ու մշտական պատասխանատվությունը միշտ կմնա մեր հիշողություններում։ Շնորհակալ եմ ձեզ։ Հարգելի Գերարման ջան, ողջունելի է ձեզ համարել ոչ միայն ուսուցիչ, այլ նաև մեզ հարազատ ընկեր, հատկապես հատկանշական է ձեր եղբայրական մոտեցումը մեզ։ Վերջին տարիներին դուք ապացուցեցիք, որ պաշտոնը և կարիքը կապ չունի լավ ընկերներ և խորհրդատու լինելու համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Սիրելի ընկեր Համբարյալ ջան, շնորհակալ եմ ձեր մեծ սիրով և ջանքերով մեզ կերպարվեստի նոր գաղտնիքները սովորեցնելու համար, սովորեցրեք նաև արվեստի միջոցով բացահայտել ինքներս մեզ, շնորհակալ ենք։ Ընկեր Գասպարյան, շնորհակալ ենք ձեզ աշխատանքի նվիրվածության և այն գիտելիքների համար, որոնք մեզ կանցեցիք ոչ միայն տեխնոլոգիայի այս շարքի մեր գործնական մտածողության մասին։ Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեզ ապարտությունների համար ավելի ու և աշխարհ մեր տվեցիք սեփելի գիտության տեխնիկների և շրջակա աշխարհի ձեր շնորհիվ մարդկանցի մասներն ավելի հնարժի դարձան։ Շնորհակալ ենք ձեզ։ Ինքը ամուսնական դերան շնորհակալ եք Մեր շատ սիրելի ընկեր Արզենը, շնորհակալ ենք ձեզ մեր մարտական ոգին բարձրացնելու հայոց բանակի մեծագույն սխրանքները բացահայտելու համար։ Ուրախ ենք ձեզ համարել մեր ավագ ընկեր և հավատացած եղեք, որ կրթել եք լավագույն հակակա զինվորներ։ Սիրելի ընկեր Սարգսյան ջան, շնորհակալ ենք ձեզ բոլոր սինուսների, կոսինուսների, արգմատների ու կոտորակների համար, թե դրդրացել ենք ներեքվեզ, թե նեղացրել ենք չենք դիտակցել, իրականում մաթեմատիկան ամենուր է, ամեն ինչից մինչև ամենամեծ հարցեր, ու ձեր եռանդը մենք ամոթ պահենք մեր ներսում, հիշենք ձեր խրատները և առաջնորդենք դրանցով, շնորհակալ ենք ձեզ։ Սիրելի ընկեր Մարկոսյան ջան, դուք մեզ սովորեցրեցիք, որ պատմությունը ոչ միայն անցյալն է, այլ նաև ներկայիս դասեր քաղելու և ապագան կառուցելու արվեստ։ Ձեր քուր ձայնի ներքո հատել ենք պատմության դժվար քառակումներ։ Կարողացանք մեր դպրոցական կյանքի դժվարին ժամանակներում մեզ համախմբել հայոց եկեղեցի պատմության դասաժամերին, սովորեցրիք տերունական աղոթքի և ճիշտ աջակցելը։ Աստված ողջունի ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ ամեն օր մեզ համար հաղթ ու հարմարավետ և սիրող և միջավայր ստեղծելու համար։ Ձեր անհնահատելի, բայց անչափ կարևոր աշխատանքը միշտ գնահատելի է եղել մեր կողմից։ Ամբողջ աշխարհը ապրում է ֆիզիկայի օրենքներով։ Մեր հատուկ շնորհակալությունն ենք հայտնում ընկեր շնորհակալությունն ենք հայտնում ձեզ սիրելի ընկեր Մերժունյան ջան, այդ օրենքները մեզ սովորեցնելու համար։ Ձեր խիստ հայացքի տակ ապրում է այն անսահման բարի հոգին, որը մեզ ուժ է տվել դժվար թեմաները հասանելի դարձնելու համար։ Շնորհակալ ենք ձեզ։ Սիրելի ընկեր Սարգսյան ջան, անչափ շնորհակալ ենք ձեզ մեծ ջանքով և սիրով օգնելու մեզ հասկանալ յուրաքանչյուրից դերը հասարակությանն է, մասնել եք մեզ սխացել և աշխարհական զարգացման։ Շնորհակալ ենք լավ ու լինելու համար։ Սիրելի ընկեր Մաղրուկյան, շնորհակալ ձեզ ձեր այն ու մեկ ոգին հորդմոտեցան լինելու համար։ Հարգելի ընկեր Մարկոսյան, շնորհակալություն ենք հայտնում ձեզ մեր թվային աշխարհի դռները բացելու, նոր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և ժամանակակից հմտություններով զինելու համար։ Գնահատում ենք ձեր ներդրումը մեր կրթական ճանապարհին և մաղթում ենք ձեզ նոր հաջողություններ ու շարունակական առաջընթաց։
Շնորհակալ ենք ձեզ։ Շատ սիրելի Տեր-Ավանդալյան, շնորհակալ ենք ձեր դերբարության դերավորության համար։ Ճիշտ է Տեր առակայից ունեցել շատ տասնորդներ, բայց դա պատճառ չի եղել, որ դուք գործունել եք ձեր սերն ու արգանքը մեր հանդեպ։ Եվ այդ ամեն ավելի ավարտում է մեր սերն ու արգանքը ձեր հանդեպ։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք տարական դասարանի դասարաններին, ընկեր Իվերա, ընկեր Սիմոնյան, ընկեր Մարտունյան։ Թեև մեզ չեք դասավանդել, բայց ձեր ներկայությունն ու խոսքով տրված արժեքները միշտ կհիշենք յուրաքանչյուրի խոսքի և դեպիքը կարևոր է մեզ համար։ Շնորհակալ ենք ձեր մասնահային և մարդկային վերաբերմունքի համար։ Մեր առողջության, խնամքի և հոգատարության համար։ Ձեր ներկայությունը մեզ համար միշտ փրկություն է եղել, թե ցավի, թե անհանգստացման ներստություն։ Ընկեր Ժուլիետա Նիկոլոսյան ջան, շնորհակալ ենք ձեր բարության գրքի հանդեպ սերմանած սիրո համար։ Ձեր խորհուրդներն ու ճիշտ ընտրած կետերը միշտ կմնան մեր հիշողության մեջ։ Ընկեր Գալստյան ջան, շնորհակալություն ենք հայտնում ձեզ տրամաբանական կապակցության ինստիտուտի հանդիպած կապակցություն սովորեցնելու համար։ Շնորհակալ ենք նաև ձեզ համար ավակ կերտելու համար։ Սիրելի ընկեր Վարդանյան, դուք մեզ սովորեցրեցիք սիրել հայրենի հողը, ոչ միայն բառերով, այլ սիրով և հոգով։ Ձեր յուրաքանչյուր խոսքը մեզ համար դարձել է հայրենագիտության դաշտ, շնորհակալ ենք ձեզ։ Մեր սիրելի դասական ընկեր Մապսյան ջան, դուք մեր մեջ ձևավորել եք մարդկային և բարական շատ արժեքներ, իսկ մենք պարտական ենք ձեզ մեր ոչ կյանքի դասում։ Լինելով մեզ համար լավագույն դասնիկ և ամենալավ ընկեր, սովորեցրիք լինել ազնիվ, բարի լավատեր։ Շնորհակալ ենք ձեզ մայրաբար վերաբերվելու և մեր խնդրությունները ներելու համար։ Եղանի մեզ որ ունեք ձեզ։ Շնորհակալ ենք նաև Սուրիկ Աղետիսյանից և Ամոր Նիկոլոսյանից մեր դպրոցի անվտանգության անդորի և կանոնի պահպանման համար։ Ձեր լուրջ և պատասխանատու ծառայությունը եղել է մեզ համար խաղաղ և ապահով դպրոցական կյանքի հիմք։ Շնորհակալ ենք Աննա Արաշասյանին կարևոր աշխատանքի բարեհամբույր վերաբերմունքի պատասխանատվության մշտական պատրաստակամության։ Սիրելի ընկեր Ասատրյան ջան, շնորհակալ ենք ձեզ մեր երկրի գեղեցիկ աշխարհը բացելով, գեղագիտական և երաժշտական ճաշակը բարձրացնելով, աշխարհասիրությունը ձևավորելու համար։ Ձեր ձայնը ու տված երգերը կհնչեն մեր սրտերում։ Շնորհակալ ենք շատ նաև Տեր Ամուշին և մեծ սիրով և հոգատար վերաբերվելով մեր հյուրասիրած ամոթ գործերի, կապշարակների և մեծ դերության համար։ Սիրելի ընկեր Ալբանյան, շնորհակալ ենք ձեզ, որ մեծ սիրով և համբերությամբ օգնեցիք մեզ հասկանալ ռուսաց լեզվի և գրականության
դժվարությունները։ Նաև շնորհակալ եմ, որ չպահանջեցիք պատասխանել այն անգիրները, որոնք խոսք եք գտել և մոռացել։ Շնորհակալ եմ ձեզ։ Եվ Շմիակ Ջանջարչին զանգին այս վարդանշանակը պահում ցանկացել եմ շնորհակալություն նշել ձեր շնորհակալ օգնության կարգապահության սերմանելու մեր ատելյա կազմակերպված նախնելու համար։ Շնորհակալ ենք նաև Լեոնիդ Գովոսյանի համբերությամբ և պատասխանատվությամբ մեր հասած գույքը վերահսկելու և նորից մեզ տրամադրելու համար։ Իմ սիրելի ասեցունեորցիներ, շտապած ուզված եք քիչ։ Չեմ հավատում, որ այսօր եկենալու հրաժեշտ կարող եք գործում։ Այս մի փոքրիկ սրտի խոսք նաև ես ասեմ ձեզ։ Ես էլ իմ շնորհակալություն ուզում հայտնել ձեզ։ Լավն եք։ Սիրելի իմ աշակերտներ, ոչ մի բառ չի կարող լիովին արտահայտել այն, ինչ զգում եմ այս պահին։ Դուք պարզապես աշակերտներ չեք եղել ինձ համար։ Դուք դարձել եք իմ կյանքի մի մասը, իմ ուրախությունը, իմ հպարտությունը, երբեմն նաև իմ անհանգստությունը։ Այսօր դուք թևեր եք անում, սրտով մեծացած, հոգով համարձակ։ Թող կյանքը ձեր առջև բացի ամենալուսավոր ճանապարհները։ Թող յուրաքանչյուր դժվարություն լինի փորձություն, ոչ խոչընդոտ, իսկ յուրաքանչյուր հաջողություն ձեր վաստակի արդար կտուղը։ Ես սիրում եմ, կարոտելու եմ, և միշտ աղոթելու եմ ձեր խաղաղ, հաջող ընթացքի համար։ Զանգն է այս վերջին, այսօր դու կլացես ու սիրտդ կլացես, քո տեսքը անթերի է չկասկածես, տարիները որ անցնում են դպրոցում, ամենաթանկն են, այսօր դու ընկերների հետ կանգեղծանաս, ու ցանկալի համբույրուց ես կանաս, ապագա ճանապարհի կանչն առաջին։ Զանգն է այս վերջին, հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց, տարիներն անցան արագ, ինչպես դասամիջոց։ Ստացած նոր իմացա, որ մեր տղաները մեր միակ աղջկա համար ունեն գեղեցիկ անհանգստը։ Մեր չգնա Մայրամի համար։ Հիմա նորից ես կասեմ անկում սիրել Այսօր դու կլացես ու սիրտդ Նա ունի կորմը պես, գեղեցիկ աչքեր, ժպիտ դիտելով, հայացք թափանցող, ամենաշքեղ ու ամենավառ, Մայրամն է մերնար ու սեղեն պայծառ։ Ապեշացնենք ձեր մեծաշոտ ժամանցություն մաղբերներ եք, դուք ես խնդար միշտա հելերապանը մարեցացրել եք իրար, բայց ես շատ սիրում Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի, պատանին մեզ դարձրեցի։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրանհոգ են երջանիկ, դպրոցի ճամփան օր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես տան ու դարձել ես վերջին ձան դպրոցի ճամփան օր
եղել ենք բախտուհաց Ես այստեղ լացել ուրախացել Խեն սիրել եմ կամ էլ ուշացել Իմ դպրոց հավերժ կանգնած Հեռանում եմ ես անդարձ Դպրոցի ճամփան օլոր տարիներ Անցան գլոր ժամանակ Մի պահ արել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան օլոր տարիներ Անցան գլոր ժամանակ Մի պահ արել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Սիրելի շրջանավարտներ, հարգելի ծնողներ, հագագի մանկավարժներ, թույլ տվեք ողջունենք մեզ բոլորիս այս անմոռանալի օրվա կապակցությամբ։ Արդեն մեզանում ավանդույթ է դարձել, որ այս օրը մեր շուկով անպայման նշանավորվում։ Եվ այդ նշանավորումը տեղի ունենում հիմնական դպրոցում մեր աշակերտների իրենց իսկ կազմած ծրագրերով, իրենց ելույթներով։ Այսինքն, մենք այսօր ականատես ենք լինում մեր շրջանավարտների երևակայությանը, որովհետև դրսևորվում է երևակայությունը և իրենց երևակայության մեջ հմտությունները։ Միևնույն ժամանակ մենք մտածել ենք, որ իհարկե գիտենք, որ դպրոցը ձեր մեջ մնալու է, ձեր հիշողության մեջ, բայց ուզում ենք, որ ձեզանից հետ մենք ունենանք հետ, և այդ հետքը մտածել է մեր դպրոցի կազմակերպիչ ընկեր Շահան Նազարյանը, դուք պետք է գաք, մոտենաք և ձեր մատնահետքերը թողեք, որպեսզի ձեր մատնահետքերը մենք պահենք մեր դպրոցում։ ձեզ բոլորիդ շատ եմ սիրում և ձեզ բոլորիդ անգրում եմ և խոսքը փոխանցում եմ Գոգարանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գերգ Նիկողոսյան։ Հարգելի ծնողներ, սիրելի ուսուցչական մասնակից, իհարկե մեր շատ սիրելի շրջանավարտներ։ Այսօր ևս մեկ անգամ մենք Գոգարանի միջնակարգ դպրոցի մասնակազմի և աշակերտները շատ համեստի մեջ, ինչայլոց ասեմ, շատ գեղեցիկ վերջին զանգի արարողություն։ Կարևորը բովանդակությունն է այստեղ ժողովրդյան, կարևորը մարդկային բազմությունն չի, որ հավաքում են և այստեղ իմաստն է կարևոր, մենք ևս մեկ անգամ մեր 17-րդ դասարանի շրջանավարտներին ուղարկում ենք դեպի նոր կյանք։ Կյանք, որը լի է լինելու ինչպես հաջողություններով, այնպես էլ դժվարություններով։ Եվ հետևաբար
դերած 12 տարիների ընթացքում ուսուցանածը համոզված եմ, որ մեր շրջանավարտները կարողանան իրականացնել կյանքում եւ այդ խոչընդոտները, որոնք կհանդիպեն իրենց ճանապարհին, հեշտությամբ կհաղթահարեն։ Սիրելի շրջանավարտներ, ձեզ ցանկանում եմ բարի երգ դեպի մարդկային գործառույթը, որտեղ ձեզ բավականին շատ դժվարություններ կհանդիպեն, դուք պատանեկության տարիներից արդեն ուտ եք գործում երիտասարդություն եւ մարդկային հարաբերությունների նոր փուլը, որը նորից է կրկնում ձեզ համար ձեր բանականության շնորհիվ հաղթահարելի կլինի։ Իհարկե ցանկալի կլիներ, որ ձեզնից յուրաքանչյուրը ուսումը շարունակեր հետագայում տարբեր ուսումնական հաստատություններում, բայց ամենակարևոր ուսուցումը դա կյանքն է, որ ձեզ կտա, մարդկային փոխհարաբերությունները, որոնք ձեզ կտան հետագայում։ Ուրախիդ ուզում եմ, որ դուք լինեք առողջ, երջանիկ եւ հաջողակ յուրաքանչյուր բնակավարում։ Իհարկե ձեզնից ոմանք արդեն վերջին զանգից հետո անմիջապես իրենց առաջին փորձությունն են դիմավորելու հայոց բանակում իրեն ծառայությունը անցկացնելով եւ հետեւաբար կամենան վերաշխարհի խաղաղություն, վերաշխարհի սահմանների անառիկություն, որ դուք ձեր հայրենիքի հանդեպ պարտք կատարեք բարեխեղճորեն եւ առանց որևէ խոչընդոտի։ Մեր Արտյոմին ցանկան որ առաջին ինքնին բարի ծառայություն իրեն ծնողների, իրեն հարազատների, ինչպես նաև մեր ամբողջ հասարակության անունից մեր երկրի խաղաղություն, մեր սահմանների ամուր պաշտպանություն։ Բարի երգ ձեզ սիրելի շրջանավարտներ, այդ 12 տարիները, որ դուք անցկացրեցիք դպրոցում, մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ ավելի լավ, մեկը դասերին նստել չնստելով, դա այսօր արդեն էական չի, դա արդեն անցյալի դիրքն է անցել։ Ուզեմ ասել, որ կյանքում այլևս մատերի արանքով ոչնչի չնայեք։ Այն ինչ որ չեք հասցրել յուրացնել դպրոցում, թող յուրացնեք կյանքի ճանապարհին։ Ձեզ բարի երգ, սիրելի շրջանավարտներ եւ հաջողություն ձեզ։ Ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ ուրվագապատության եւ այն բոլոր բարեմաղթանքներին, որ հնչեցին այսօր, դառնան բանալիներ եւ բացեն ձեր դեմ այն բոլոր խոչընդոտ դռները, որ տալայում ունենան ձեր կյանքում։ Ուզում եմ, որ բարի լինի ձեզ հետ։ Դուք տեսնեք այս աշխարհի գեղեցկությունը եւ բարությունը։ Եվ այսօր մեր դպրոցի պատմության մեջ մի նոր էջեր ենք ընթերցում, մի նոր սերունդ է կյանք ճանապարհ։ Ցանկանում եմ ձեզ բարի ծառայություն տղաներ ձեր, խաղաղ ու հոգի տալ։ Սիրում եմ բոլորից, շատ հուսված եմ։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցի, պատանի մեզ դարձրեցի։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուր անհոգ էինք երջանիկ, դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին ձան դպրոցի ճամփան ոլոր մոլոր տարիներ անցան գլոր ժամանակ մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին ձան Ես կողքի Ակվում ենք մենք կրվել, տղեկով, մեկ դասից փախել, ոչ ավել ու ոչ պակաս, ձեզ եղել ենք պատուհաս, ես այստեղ լացել ու ռախացել, խեն սիրել եմ կամել ուշացել, իմ դպրոց հավերժ կանգնած, հեռանում եմ ես անդարձ,
Դպրոցի ճամփան Ոլոր մոլոր տարիներ անցան Գլոր գլոր ժամանակ Մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան Ոլոր մոլոր տարիներ անցան Գլոր գլոր ժամանակ Մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան Ոլոր մոլոր տարիներ անցան Գլոր գլոր ժամանակ Մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Դպրոցի ճամփան Ոլոր մոլոր տարիներ անցան Գլոր գլոր ժամանակ Մի պահ առել ես կյանք ու դարձել ես վերջին զանգ Ժամանակ մի պահ առել